Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մեր հիասքանչ Արարատ լեռան ֆոնին ցանկանում եմ ձեզ հետ մի մտայնությամբ կիսվել։ Վաղը Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ռազմական տեխնիկայի շքահանդես, ցուցահանդես, բայց մինչև վաղը այդ շքահանդեսի թողած կեղծ էյֆորիկ տպավորության տակ հայտնվելը, ուզեի, որ դուք ձեզ մեկ հարց տաք։ Ինչու նախին տարիներին, օրինակ անցյալ տարի չկազմակերպվեց այս ամենը եւ կազմակերպվում է միայն այս տարի, ընտրություններից ընդամենը 10 օր առաջ։ Եվ եթե դուք ձեզ տակ այս հարցը, ապա միակ տրամաբանական պատասխանն եք ունենալու, որ Նիկոլ Փաշինյանը սա կազմակերպել է իր PR-ի նպատակով, ընտրություններին իր համար 1 կամ 2 ավել ձայն ունենալու նպատակով։ Ժողովուրդ ջան, դուք կարծում եք, որ այս ռազմական տեխնիկայի ցուցադրությունը կանխարգելելի է 3000 ադրբեջանցիների բնակեցությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս անգամ եւս պատասխանը ակնհայտ է։ Եթե դուք ձեզ տակ այս հարցը, կրկին ակնհայտ հակներով պատասխանը կստանաք։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջարկած անվտանգային ծրագրի, որի մի բաղադրիչ է ըստ իրենց նաեւ այս ռազմական տեխնիկայի ցուցադրությունը, ուժեղ Հայաստանը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ռազմական պլանի նորացում։ Մենք ունենալու ենք 10,000 դրոն եւ ԱԹՍ։ Դրա հաշվին մենք ունենալու ենք այդ ռազմատեխնիկական արդյունավետ զարգացման հաշվին մենք ունենալու ենք նաեւ մարդկային ռեսուրսի նվազեցում եւ հենց դրա հաշվին է, որ ծառայության ժամկետը պարտադիր կրճատվելու է մինչեւ 1 տարի 40,000 ամսական վարձավճարով։ Հետևաբար դուք ունեք ընտրություն։ Գնալու ընտրության եւ ընտրելու այս կեղծամտանգությունը կամ գնալու ընտրության, ընտրելու ուժեղ Հայաստան համար 3-ը եւ ունենալու համար ուժեղ ապահով անվտանգություն, ապահով ապագա մեր երեխաների եւ թոռների համար։ Ընտրությունը ձերն է։ Ես չեմ կասկածում ձեր ողջամտությանը։ Բոլորս գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում ենք համար 3։